Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին որպես զբոսաշրջիկ Հայաստան է այցելել Ադրբեջանի 13 քաղաքացի։ Զբոսաշրջության կոմիտեն դեռ չի պարզաբանել, թե ինչպես են ադրբեջանցիները Հայաստան ժամանել, ինչ ճանապարհով եւ ինչ նպատակով։ Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի նախագահի համար էլ զարմանալի չէ։ Ինչու ոչ։ Հայաստանը զբոսաշրջության համար բաց է բոլոր երկրների քաղաքացիների համար, այդ թվում նաեւ ադրբեջանցիների։ Ինչի՞ չէ, չմոռանանք, որ եղել են սպորտային միջոցառում ունեցանք ստեղ, չէ, Ադրբեջանից էլ եկել էին։ Դրանք ֆիքսվում է, չէ, ժամանահատման ժամանակ քաղաքացիության ֆիքսվում է եւ տվյալների մեջ դրանք կլինեն։ Ադրբեջանի քաղաքացիների համար Հայաստան մուտքը ad hoc կարգով մնացել է բան առանց վիզայի։ ԱՊՀ այդ երկրները որ կան սովետական միության փլուզումից հետո այդ բոլոր, ասենք, երկրները առանց վիզայի են, առանց մուտքի վիզայի են, Ադրբեջան այլ բան որ չեն գնացել եկել։ Անվտանգության հարցերով փորձագետների դիտարկմամբ հսկողություն պետք է սահմանվի այն երկրի քաղաքացիների նկատմամբ, որոնց հետ Հայաստանը դեռ չունի դիվանագիտական հարաբերություններ եւ լուծված չեն կոնֆլիկտները։ Եթե մենք անվտանգության տեսանկյունից ամեն ինչին նայենք, բնականաբար պետք է լինի գոնե վիզային համակարգ, որ այդ մարդիկ դիմեն սկզբից Հայաստանին, Հայաստանի Հանրապետության պետական մարմինները ստուգեն այդ մարդկանց, հասկանան այդ մարդիկ ովքեր են, ինչ բեքգրաունդ ունեն, կապ ունեն պատերազմի հետ թե ոչ, ինչքանով են խնդիրներ ներկայացնում մեր անվտանգության համար, ու ըստ դրա արդեն մուտքը թույլատրեն կամ չթույլատրեն։ Բայց այս իրավիճակում հիմա ուղղակի ով ուզում է գալիս է։ Այս բանը մեր անվտանգությունը շատ պրոբլեմատիկ է այդ առումով։ Վիճակագրական կոմիտեի տեղեկացմամբ ադրբեջանցիները Հայաստանում մնացել են 2 օր։ Մեխակ Ապրեսյանից հետաքրքրվեցինք. Հայաստանից Ադրբեջան զբոսաշրջիկ մեկնել է թե ոչ։ Եթե հիշողությունս չի դավաճանում, էլի տենց ինչ որ միջոցառումների շրջանակներում կար տենց բան, որ ոնց որ գնում էին։ Եվ տենց դեպքերում նաև համապատասխան ծառայություններով, նաև դիվանագիտական ուղիներով այդ բոլոր հարցերը կարգավորվում են, անվտանգության հարցերը լուծվում են եւ պատվիրակությունները մեկնում են։ Ադրբեջան չեն կարող, որտեղ Ադրբեջանը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների համար, այլ օտար ուրիշ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոնք ցակումով հայ են, հայկական ազգանուն ունեն, իրենց համարել է Ադրբեջանը փակ, բացառելով են դեպքերը, որ հենց Ադրբեջանն է իրանց հրավիրում, օրինակ, եթե դա ինչ-որ սպորտային միջոցառում է, կամ էլ եթե ինչ-որ են մարդիկ են, որոնք սատարում են Բաքվի քաղաքականությունը։ 2022-ին են Հայաստան ադրբեջանցիներ եկել։ Վիճակագրական կոմիտեն ներկայացնում է 5 հոգու ցուցանիշ։ Հայաստանը բաց երկիր է զբոսաշրջության համար, բոլորի համար եւ բոլոր երկրներից էլ կարող են գան եւ սահմանափակումներ չկան։ Մենք Թուրքիայի հետ երկար տարիներ չենք ունեցել, հիմա էլ չունենք դիվանական դիգիտական հարաբերություններ, մենք Թուրքիայից ունեցել ենք միշտ տուրիստներ։ Մինչեւ COVID նույնիսկ ունեցել ենք մի քանի հազարի կարգի Թուրքիայից տուրիստներ ունեցել ենք։ Թուրքիայից վերջին 9 ամիսներին Հայաստան է եկել 9050 զբոսաշրջիկ, որը 43.7% ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։